Եկեք շարունակենք մեր փառաբանությունը, որովհետև մեր Տերը արժան է ամեն փառքերի, ամեն երկրպագության, ամեն գովասանքների։ Եվ այսօր 7-րդ օրն է, եւ բոլորս պիտի կանգնենք Տիրոջ առջև։
Երկրպագենք մեր Տիրոջը, երկելով բոլորի սերը պետք, որ երբեք չի մարի։ Բոլորի սերը պետք, որ երբեք չի մարի։ Բոլոր
ողջ խաղը, պատիվը, մեծարանը, գերստը, օրինանքը, հարաբերությունը, մենք հարաբերում ենք քեզ, դու արժան ես, որ խոնարհվենք քո առաջ, արժան ես, որ անդադար երկրպագենք ու պաշտենք քեզ, արժան ես Տեր, որ անդադար խոսենք քո մասին, փառք ես, մենք բարձրացնում ենք մեր ձեռքերը Տեր Հիսուսի անով Հայր, դեպի երկնային քո արքայության նստատեղը, դեպի քո գահը, մենք մեր հայացքը ուղղում ենք քեզ, մեր սպասելիքները քեզանից է, մենք քո երեսն ենք եկել այստեղ փնտրենք, մենք քո ողորմության կարիք ունենք, փառք ես Հայր, քո որդու Հիսուսի համար, որ տվեցիր մեր մեղքերի ու հանցանքների թողության համար, փառք ես, որ դու չխնայեցիր Տեր, քո որդուն մինչև վերջի կաթիլ արյունը, փառք ես Հիսուս, հոր կամքին հնազանդ, խոնար, փառավոր, զորավոր Տեր, փառք ես, եկեք բա ծափարենք Տիրոջը, հալելույա, փառք դու, ասա փառք ես Տեր, բարձրացրեք քո ձայնը, բարձրացրեք քո աղաղակը, օրհնիր Տիրոջը, ասես փառավորում եմ քեզ, շնորհակալ եմ քեզանից, որ դու չխուսափեցիր խաչի վրա տալու քո կյանքը, փառք ես, թող քո շուրթերը մի քանի րոպե գովաբանեն Տիրոջը, հալելույա, մենք օրհնում ենք քեզ, մենք փառավորում ենք քեզ, որ դու խոսում ես մեզ հետ, քո Սուրբ Հոգով, փառք ես Սուրբ Հոգի, շնորհակալ ենք քեզանից, եկեք մենք ծափարենք Սուրբ Հոգուն, քո անձը, քո զորավոր ներկայությունը, որ մեր մեջ ես, բնակվում ես, փառք ես, որ ես տանում ես, համբերում ես, որ հանդուրժում ես, որ տրտմեցնում ենք քեզ, ներիր, քո մեծ ողորմությամբ, քո մեծությամբ, որ ապրում ես, այս ոչինչ փոքրիկ, հողերի սահմանափակ մարդի մեջ, և մտածել ես Դավիթը սահման, անսահման, գերբնական, մտածելակերպով, բայց մենք կաշկանդեցնում ենք ես մեր թերահավատությամբ, մեր ողորմելի, սահմանափակ, վախկոտ, մտածելակերպով և քայլելով շատ անգամ ապստամբում ու պոստանում ենք, չարանում ենք և հակառակվում ենք և խանգարում ենք քեզ, որ դու քո ողջ բարկացείς տա Սուրբ Հոգի ողորմիր մեզ, սովորացրա մեզ, սովորացրա չխանգարել քեզ, սովորացրա սահմանափակ փառքիդ դեմ ես սահմանափակ ուղեղով չդիմադրել, հավատքով, սովորացրա մեզ, փառք ես Սուրբ Հոգի, փառք դու Սուրբ Հոգուն, ասա Սուրբ Հոգի, ասա քո շուրթերով Սուրբ Հոգի, սովորացրա, անսահման փառքիդ հնազանդվել, լսել քեզ, լսել, չհակառակվել, իմ կրոնավոր, իմ ոչինչ, իմ վախկոտ, իմ սահմանափակ հասկացողությամբ, սովորացրա ինձ չսահմանափակել քեզ, ասա ողորմիր ինձ Սուրբ Հոգի, որ ինչ ուսմունքներով իմ մեջ եղած մարմնավոր մտքի, աշխարհի կյանքից բերած համոզմունքներով, ասա, որ չսահմանափակեմ քեզ, այսօր ժամանակն է, որ չսահմանափակես Սուրբ Հոգում, ասա, ես չեմ ուզում սահմանափակեմ քեզ, Սուրբ Հոգին ասում է, մի սահմանափակեք ինձ, և ես կգործեմ իմ ողջ փառքով, անսահմանափակ, տիեզերքի արարչի փառքն ու կամքը հանձնելով քեզ, մեր սահմանափակիր քո վախկոտ կարողությամբ, քո հնարավորությամբ, քո աշխատելու ֆիզիկական ունակությամբ, քո մտավոր որևիցե մի ձեռքբերումներով, մի սահմանափակի, քո ուսված դինելով, քո կրթված դինելով, քո չգիտեմ որևիցե մի տեղից հոգևոր ստեղից, ընդեղից կծկտուր ինչ-որ քարոզներից պաշարներ հավաքած, մի սահմանափակիր Սուրբ Հոգով, քո ջարդ ու փշուր եղած ինչքերով, մի սահմանափակիր Սուրբ Հոգուն քո ողորմելի կոպեկներով,
ինչպես չգիտեմ, ստեղից ընդեղից, այս ծախած, այս այն առած, այս սենց քրտինքով մի սահմանափակիր, որտև ինքը ուզում է անսահմանափակ ընթացքի մեջ տանի։ Մի սահմանափակիր քեզ այս երկրավոր ժամանակավոր կյանքի սահմանափակությունները, որ բերել են քո կյանքի մեջ։ Ես չգիտեմ դու ինչ ես ժառանգել քո ծնողներից սահմանափակ կյանք, սահմանափակ ծախսեր, սահմանափակ մտածելակերպ, սահմանափակ աշխատանքի ինչ-որ օրը 70 ժամ ճռռալով, ինչ-որ 60 տեղ աշխատելով, քրտինքով, դժվարությամբ, հոգեկան ստրեսներով մի սահմանափակիր Սուրբ Հոգուն, այսօր Սուրբ Հոգին այստեղ է և ինչքան ասում, որ դու չսահմանափակես ինքը ուրախանում է, երբ որ դու նույնիսկ կատակով ինչ-որ մի բան ես ուզում, մեծացնես, լայնացնես, ընդլայնես, ինքը ընդառաջ է դնում քեզ, քո հիտարբերություն, քո վախերի, քո կասկածների, քո մտածելակերպի սահմանափակության, ինքը ասում է, վեցյա չափը, սա է, իմ ցույց տված չափը, և ավելացրա, մի վախեցիր, վախկոտ, քո բնավորություն դիրի կողմ, քո չինչ, որ տասանորդներով, զոհերով մի վախեցիր, ինչպես շատ անգամ համակերպվում ես քո կորուստներին, ինչպես շատ սենց ուրախությամբ, երբեք սենց դևերի քողացածը, թալանածը, սենց համբուրշում ես, ասում ես դե լավ թքած, ոչինչ այլով, կորավ, գնաց, բայց Տիրոջ բաժինը տալու մեջ արդյոք այնքան շռայլ ես, ոնց որ դևերին ես շռայլում։ Այսօր Տիրոջ բաժինը տալու մեջ ժողովրդի հոգու մեջ դիմադրություն կա չենք անում։ Տիրոջ բաժինը տասանորդը հաշվում է 676 կոպեկ 2 լոմա, բայց դևերին տալու համար շռայլում են, և որ դևերի ծառաները գցում են, սենց մեկ, լավ, ոչինչ, գցվանք։ Ես քեզ մի բան եմ ուզում ասել, ոնց որ դևերին ես կարում տենց ուրախությամբ հանդուրժես, տենց ուրախությամբ Տիրոջ բաժինը դուր։ Ոնց որ մեկ համաձայնում ես, որ դևերի ծառաները տենց գցում են, մեկ, տենց համարձակ Տիրոջ բաժինը դուր։ Եվ մեկ շատ անգամ մեզ տենց շատ ոնց որձունյա տղուտեղ ենք դնում, որտեղ դեմի պոնչիկանոցի բուդկի Տիրոջ հետ կանգնել բարևել ենք իսոր։ Եկեք սեզ մարդիկ կան, չէ։ Լավ ասել մաշկ, գիտես ու ենք ճանաչում են ճանաչում։ Կոմիտասի պոնչիկանոցի Տիրոջ, ինչ ես ասում, լուրջ։ Իսուր ծանոթություններից ձեր բերելիսի, գժվեցի։ Դերաժեք ոչինչ հասկացողություն։ Ես դերերի Տիրոջն եմ ճանաչում արքան, որի ոտերի տակ քո հետ ասած բոլորը ոչինչ են քո հետ մտածելակերպի հետ։ Հալելույա։ Բարձրացրյա նրան քո ծափահարությունը, որտեղ ինքը ողորմելի մտածելակերպը, սրանք գիտեն, իսկ ինչ ես անգեց, ոյ, ինչ ես ասում, այդ դերաժեք։ Թող ուրախանան, որ դու զանգեցին, ոչ թե քեզ զանգեցին։ Դու զանգում բանվոր դասական վիճակից, ստրկական մտածելակերպի ճորտի հոգեբանությունից ինչ ես զանգել, որ գնա ճորտություն անես։ Դե զանգել են ինչ-որ բանի պետք ես։ Ոչ, մեկ թագավորների թագավորի որդին են և մեզ պիտի ուրախանան, որ մեզ զանգում են և մենք վեստում ենք ու ասեն։ Ես մարդը ճիշտ է ինքը շատ բարձր ինչ-որ աշխատանքի չի, բայց թագավորի որդին է, ինքը ուրախում է, ոչ դժոխքը սասանվում է։ Հալելույա! Դու ավելին ես, կամ նրանք, որ մտածում ես ճանաչում ես եսի ով են։ Դու ավելին ես, ասացիր մտաշկով։ Ցած է հաստասությունից, Հիսուս նկար 32 տարեկան կաղին ասեց, վեր կաց, դու ես նամշած, ես պտած, վայրում չես մնալու, որտև ես սրանից հետո տալու եմ քեզ իշխանություն, դևերի վրա,
որտեղ ինձ հավատացողը պիտի ձեռք դնի հիվանդների վրա եւ նրանք պիտի բուժվեն եւ մենք աղոթելու ենք այսօր որտեղ մեզ են միացել արդեն ունենք հրաշալի վկայություն բժշկության եւ այդ քույրը մեր մեջ է հեսա կգա վկայի իր ստամոքսի ծանր հիվանդությունից այս աղոթքների ընթացքում ոնց է բուժվել հալելույա փառք Հիսուսին ես գիտեմ դու Հայաստանի ամենավոր մեծ պրոֆեսորին ես ճանաչում ու մենք որ ասել այսպես ցավը ես ինչ մոդալոսի գլխավոր բժիշկները սա Is բժիշկների բժշկապետը ինտես է հալելույա եւ ծափտուներան փաթուներան նրանց փողի բժշկումը ազատագրումը մաքրումը Հացկերից Իսուտիևի ֆակտի հետևանքներից ամեն հիվանդություններից ու ցավերից մերներից հարություն տրվող Հիսուս Քրիստոսն այստեղ է հալելույա ես չգիտեմ դու պրոֆեսորին ես ճանաչում ինձ սրտաբան ինձ թոքաբան ես ճանաչում եմ իմ կոմանդի ստեղծող եւ արարող Տիրոջը Հիսուս Քրիստոսի փառքն նրան հալելույա Եթե միացել ես մեզ ուրիշ եթերով, իմ հրաշալի քույրս ու իմ եղբայրս։ Ես ուզում եմ ասեմ մի պատմություն կա Աստվածաշնչի մեջ, որտեղ 4 մարդ պատգարակով մի անդամալույց էին բերում Հիսուսի մոտ, որտեղ որ ինքը գտնվում էր։ Հիսուսն այդ օրը ինչ-որ մեկի տանն էր, մի մտածի, որ Հիսուսը այն շենքերում այն հրաշափայլ, հոյակերտ, շատ անգամ մեր մտածած, Աստծո համար նախատեսված տներումը, թող քո այդ բոլոր սահմանափակ մտածելակերպը կարդա ավետարան եւ կտեսնես, որ Հիսուսը երբեք այդպիսի վայրերում հրաշք չի արել։ Հիսուս մի հրաշք արել իր համար նախատեսված ինչ-որ շենքի մեջ մարդկանց կողմից սահմանափակ։ Ընդհակառակ Աստվածաշունչը ասում այս սահմանափակությանը որ ինչպիսի տուն պիտի կառուցեք ինձ համար, որ ես այդտեղ տեղավոր եմ, որտեղ երկինքն է իմ նստատեղս, երկինքն իմ ոտքերիս պատվանդանն է։ Ամեն բան նրա մեջ։ Հիսուս առաջի դարում չէր բժշկում հատուկ վայրերում։ Հիսուսը մի մարդու տանն էր, խոսում էր։ Եվ այդ տունը ամբողջովին շրջափակված էր մարդկանցով։ Այս մարդիկ երբ պատգարակով այդ հիվանդին բերում էին, պատգարակը շատ ծանր էր։ Այդ մարդը կլիներ երևի 50-60 կիլո թողներ, հյուսված հիվանդ էր։ Պատգարակը մոտ այդքան եւ երկու սիրարետ մոտավորապես 100 կիլո 4 հոգով բռնած բերում էին, որտեղ նա հավոսել էր, նա ասել էր, որ ես բժշկվելու եմ, որտեղ Հիսուսը իմ բժիշկն է։ Եվ ես չգիտեմ ինչ էր ասել այս մարդը այդ 4 հոգում եւ նրանք բերեցին եւ տեսան, որ ամբողջ տունը շրջափակված է, տան մուտքը փախ է, եւ ասեցին դեսի հնարավոր չի, որ այս տունը մտնենք։ Նա ասեց, գիտեք ինչ արեք, բարձացեք տանիք, քանդեք տանիքը, քանդեք այդ սահմանափակությունը, ես մտնելու եմ, ես տեսնելու եմ, ես հանդիպելու եմ Հիսուս
հետ, ոչ մի բան ինձ չի արգելելու, խանգարելու, որ ես Հիսուսին տեսնեմ։ Շատ անգամ մենք Կիրակի օր ասում ենք, աշխատում ենք, գործի ենք, տուն ենք, չգիտեմ մի Կիրակի է, երեխեքի հետ ենք, ես ենք, ենք, առևտուր ենք, անուման ենք, լալալալալալա, ու մեր ամբողջ կյանքը գնում է տես մի 100,000 դրամի համար։ Ես չգիտեմ մարդիկ շատ անգամ ինչ պատճառով են եկեղեցի գալուց խուսափում, չգիտեմ, ցուրտա, հանձրևա, ձնհալա, սա, բայց ես մի բան եմ ասում, կգա ժամանակ, որ քո նեղությունը քեզ կստիպի, որ դու բոլոր սահմանափակությունները կհաղթարես, Աստված չանի դանակը ոսկորիդ հասնի, որ այդպես գաս Հիսուսին, որ խնդրես, որ քեզ բերեն Հիսուսի մոտ։ Գիտես, մի անգամ մի կին ինձ զանգեց, ասեց, Վահագ եղբայր, ես ուզում եմ գամ եկեղեցի, կարևոր չի, ես չեմ կարող քայլեմ, ես չեմ կարող շարժվեմ։ Ասեց ես ուղղակի տաքսիով կգամ, դռան վրայից թող գան եղբայրներին ինձ գրկեն ու բերեն գցեն դալիճ։ Ես զարմացա այս կնոջ հավատքի վրա։ Գիտես մեկ մարդիկ իրանց նեղության մեջ ինչքան անսահմանափակ մտածելակերպ ունեն, բայց երբ որ երկու ոտքը վրան է, երբ որ գրպան մի քիչ փող կա, երբ որ նորմալ ամեն բան, որը գիտես կուշտ է, տան մեջ նորմալ ամեն բան, մարդիկ չեն սիրում Հիսուսի ոտքեր ընկնել, մարդիկ սիրում են սուրճի բաժակը վերցնել ու ֆուր տասնելով, շեմատ քաղցել բանի հետ, Հիսուսը հիմա պետք չի ինձ, ես ասեմ քեզ Հիսուսն ինձ ամեն օր է պետք, ես ամեն օր եմ ծնկում նրա առաջ գիշերվա, ցանկացած պահին առավոտյան, ես եթե նույնիսկ օր ալինում, որ ընդհանրապես ես ասում ավելի լավ եմ սպասեն, ավելի լավ ինչ-որ բանից ուշանամ, ավելի լավ տեսնես մարդիկ ոնց են գնում հանդիպան, ես չգիտեմ ու մոտ ինչպես, ուշացան, ներվայն, իստերիկ, խաղաղ, միջակ, բայց արդյոք տենց ախաղություն կա քո մոտ, եթե այսօր դու Հիսուսին չես հանդիպել, եթե այսօր Հիսուսի առաջ քոնը երկու րոպե չես ծնկել, ծնկի։ Եմ արդիկ այդպես եկեղեցի գալը դնում են մի կողմ, որտեղ արդեն երեխեն բանակում չի, չգիտեմ, նեղություն չկա, պատերազմը դադարել է, այլ բանի չանեն, բայց ես քեզ ասեմ, թշնամին քնած չի, թշնամին քնած չի, մենք շատ զզվելի նենք, իրա ծառաների նման, նենք չար, դարան մտնող, ես 35 տարի ես թշնամին ճանաչելու վրա չեմ դրել, մարդիկ ասում են 35 տարի աստուծո ճանաչում, դևերին ճանաչում։ Ես դևերի հետ շփում չունեմ, որ ճանաչեմ, բայց ես գիտեմ, թե ինչքան խոնամանկ են դևերը։ Եվ ինչ իմաստուն են Տերը, ինչ իմաստություն կարա տա։ Ես նրա երես փնտրում եմ, ինքը գիտի թշնամու հարցերը լուծել, գիտես, ինքն է լուծել թշնամու հարցերը խաչի, ոչ թե ես։ Ես գալիս եմ եւ իմ հայացքս ուղղում եմ նրան։ Եվ գիտես, այս մարդն ասես քանդեք այդ տանիքը։ Ամեն սահմանափակությունները պիտի անցնես ու գաս։ Ես ոտով եմ գնացել։ Ես ոչ մեքենա եմ ունեցել, ոչ տրանսպորտի փող եմ ունեցել ժամանակին, որ գնացել եմ եկեղեցի։ Մոտ 80 տարիներին 93 թվականին ենք ոտով ենք գնում, ուրախությամբ ենք գնում, անտառ ենք գնում ենք, չգիտեմ ինչ-որ տեղեր, որտեղ որ պաշտենք Հիսուսին, որտեղ ժամանակ հետապնդում կար, արգելքներ կար։ Մեր տանը ծառայություններ էին լինում, երբ որ եղբայրներին բռնում, բանտ են դնում, մենք մեր դռները բացում ենք, ասում ենք, մեր տանը թող Տիրոջ անունը փառավորվի։ Որտեղ կարող հաջորդը մեր հետևից գային, բայց մենք չեն վախեցել, որտեղ Հիսուսը մեր Տերն է եղել։ Ինձ սպառնացել են Հիսուսի մասին չխոսանք բանակում 93 թվականին, 4 թվականին Ղարաբաղում, բայց ես խոսացել եմ Հիսուսի մասին, ես խոսացել եմ մանկապարտեզի տնօրենների, խոսացել եմ ուսուցիչների, խոսացել եմ ամեն ուրեք եւ չեմ վախեցել դրանից հետո ինչ կլինի, որտեղ այդ տարածքում արգելված էր Հիսուսի։ Ու գիտես, որտեղ որ Հիսուսին արգելում են, մի քիչ բարդ կլինի վիճակը։ Ես բախտ եմ ունեցել հանդիպեմ շատ պաշտոնյա մարդկանց Ղարաբաղում, որոնք պաշտում էին Հիսուսին, որոնք տուն էին կառուցել, որ տանիքը երկինք էր նայում, բայց նրանք այլևս չունեին ոչ մի ուժ ու զորություն ազդելու, բայց ունեին աղոթք։ Եվ ես հավատում եմ, որ նրանք որևիցե մի արգելք չունեն իրենց կյանքում այսօր պաշտելու Հիսուսին։ Եվ այդ մարդը ասես քանդեք այդ տանիքը։ Ես չեմ տեսել, որ որևիցե բանից խանգարի Տիրոջը պաշտեմ։
Տիրոջը ծառայեմ։ Ոչ փողը, ոչ մի բան չկա, որ հոտս ացնի դու ամեն ինչ որ դու փորձում ես համոզես, որ դա խանգարում է Տիրոջը պաշտես ու Տիրոջը հավատաս, Տերը մի վարքանում հոտս կցնդացնի, եթե դու շարունակես իրեն վստահել։ Եվ կարճ ասեմ, այդ տանիքը քանդեցին, պարաններով, այդ մարդուն իջացրեցին Հիսուսի ոտերի տակ։ Գիտես, այն ինչ որ մենք պիտի անենք։ Հիսուս չասեց, լավ սպասեք մի հատ դուրս գամ։ Չասին Հիսուս մի հատ մարդ են բերել այնտեղ, որ չգիտեմ քանի կիլոմետր համոզել է 4 օր ոտով կան այստեղ։ Հիսուս դուրս եկավ, Հիսուս չգնաց մոտիկ։ Մենք թվում է թե Հիսուսը մեր ծառան է։ Հիսուսը մի խառնիր Հիսուսին քեզ հետ։ Հիսուսը Տերը։ Եվ երբ որ Հիսուսին իջացրեցին, այդ մարդուն իջացրեցին Հիսուսի ոտերի տակ, ասում է Հիսուսը մարդկանց հավատքը տեսնելով, ես նույնիսկ ուզում ասեմ, որ հավատքը դա գործողություն է։ Դու կարաս հասնես եկեղեցու շենք, բայց դու ստեղ նստես ու չգիտեմ, քննադատի նման նայես դրանց ինչ են անում։ Ինչպես փարիսեցիները անում են, եւ շատ փարիսեցիներ կան, որ այդպես են գալիս եկեղեցի։ Ավելի շատ ոչ թե մասնակցելու, փառաբանելու, մարդիկ կան աչքերը փակում, կանգնում եկը մարդիկ էլ կան, ասես վիրավորված, ասես հոգու խորքում ու տեսակ կյանքները վիրավորվելուց բաց ուրիշ բան չգիտեն։ Ում հետ խոսեն վիրավորվեն, ում հետ շփվեն վիրավորվեն, նեղվեն, նեղված են, ֆիլմից մարդիկ ասեն, ես 40 տարեկան հասուն նեղված եմ, վիրավորված եմ, էսեն մեն, Տերը քեզի ողորմի։ Դու կարող ես մի քիչ հասակը թխարնել ես իրար, բայց դու պետք է հիմա լինեիր օրհնված։ Եվ այս մարդիկ չվիրավորվեցին, չխռովեցին, չնեղվեցին, տանիքը քանդեցին, ուրիշի տանիքը քանդեցին։ Բայց այդ մարդը, որ տրամադրել էր իր տունը Հիսուսին, այնքան մեծահոգի էր։ Մարդիկ կան իրենց տունը, երբ որ տրամադրում են ծառայության, քեզ կստիպեն նասկիները դել հանես, որ հանկարծ պարկետները չկեղտոտվի, որովհետև վիետնամական դուբից են այդ պարկետները, հասկանում եք։ Բայց այդ մարդը ասաց քանդեք տանիքը։ Ես այդ մարդը համաձայնվեց, ասաց ոչինչ քանդեք տանիքը։ Հիսուսը իմ տանս մեջ է, իմ տանիքը Հիսուսն է։ Ոչինչ այդ տանիքը ես կկառուցեմ, բայց այս մարդը պիտի բուժվի։ Այս մարդը պիտի բուժվի եւ այդ մարդը իջացրեցին, Հիսուսն ասաց լսի քո շատ մեղքերը ներված են։ Կային դե կեղծավոր փարիսեցիներ ասացին, բա ոնց կարա մարդու մեղքերը թողի մարդը։ Հիսուսը ո՞րն ավելի հեշտ ասել քո մեղքերը ներված են, թե կաղին ասել վերկած քայլի։ Բնականաբար սիրելիներ, մեկին ասես քո մեղքերը ներված են, բայց հիվանդության համար չաղոթես։ Բայց երբ որ դու ունես իշխանություն հիվանդությունների, դևերի եւ մեղքեր թողելու վրա, երբ որ դու ասես մեղքերը թողված են, Հիսուսն հաջորդ բանն ասեց վերկած ու քայլի։ Այսինքն այդ մարդու բժշկությունը ապացուցեց, որ Հիսուսը մեղքերի թողություն տալու իշխանություն ունի։ Եվ այսօր քո կյանքում շատ սահմանափակություններ կարող են մեղքի պատճառով լինել, որտեղ մարդիկ կան մեղքի համար գժվում են, մեղքը իրանց կյանքի նպատակն է, մեկ-մեկ sense պիղծ, որ սկսում են պատմել իրանց արած բախսությունների մասին, ասում ես այդ թալանված ողորմել է։ Ինչի վրա ես ուրախանում, ինչի վրա։ Որ թշնամուն թողել ես կյանքիդ մեջ եկել է քեզի հարստարել է ու մտածում ես, որ դու հաճույք ես արել։ Դու ավելի ու ավելի ես խորացել գերության մեղքի մեջ։ Ես չգիտեմ, արդար չկա, մեկն էլ չկա, բայց այսօր դու կարող ես քո հիվանդության մահիճի մեջ, քո պառկած տեղդ հիվանդանոցում ես, տանում ես, չգիտեմ որտեղ ես, ասես Տեր, ներիր ինձ։ Առավել բժշկությունից քեզ թողությունն է պետք։ Հիսուսը չասեց, վերկած քայլի հետո կներեմ քեզ, ասեց քո մեղքերը թողված է քեզ։ Եվ այդ հիվանդը չասեց, Տեր, ես չեմ եկել մեղքերի թողության համար, ես չեմ եկել խոստովանել իմ մեղքերս։ Ես եկել եմ որ բժշկես ինձ։ Եվ տեսավ Հիսուսը այս հիվանդի աչքերի մեջ լուր սղճումը։ Գիտեք մարդիկ որ սղճում չունեն շատ հստապարանոց եւ դառնանքի մարդիկ են։ Ես սղճալու փոխարեն մտածում եմ, որ իրենք լավ են արել։ Եվ կարող են Տիրոջ առաջ թռվռան, կարող են աղոթեն, կարող են թեկուզ
երկեն ու փառաբանեն, բայց հետո պատմեն իրաց գործած մեղքերի մասին։ Գիտես, մեկ-մեկ ժողովում այնպիսի մարդիկ են հայտնվելու, որ մեր մտքով չի անցնի։ Իսկ Աստծո թագավորության մեջ կհայտնվեն այնպիսի մարդիկ, որ դու չես պատկերացնի, որ այդ մարդիկ կփրկվեն։ Բայց այս մարդու մեջ Հիսուսը զղջում տեսավ։ Գիտես, նրա աչքերի մեջ տեսավ, որ իր բոլոր հանցանքների համար խորը զղջում է և չասեց. Տեր, ես այս հիվանդության մեջ եմ, առանց որևիցե մի պատճառի, ընդունեց։ Գիտես, մարդիկն այն, որոնց Հիսուսը բուժում էր և ասում էր, ոչ իրա մեղքն է, ոչ իրա ծնողների, մի քույրի աչքերը բուժեց, ասեց, չասեց, ոչ իրա ծնողների մեղքն է, ոչ էլ իրա, այլ որ Աստծո փառքը երևա։ Բայց այս մի հիվանդին ասեց, քո մեղքերը ներված են, որովհետև Տերը տեսավ, որ սրա հիվանդությունը հենց մեղքի հետևանք է։ Ես չգիտեմ քո հիվանդությունը ինչի հետևանք է, բայց ամենայն դեպս դու արդար ես, եւ ոչ մեկս արդար չէինք, մինչև նրան չհավատացինք։ Ասա Տեր, քո աջունը թող սրբի ինձ։ Հիմա ասա ինձ հետ, Հիսուս, հիմա ասա քո հիվանդության անճակալի մեջ, քո բարկած հիվանդության այդ սենյակում, ասա, որտեղ որ գտնում ես, ինչ որ քեզ սահմանափակել է, այն ինչ որ քո կյանքիդ առաջ դիմադրություն եւ արգելք կա դրել, ասա ներիր ինձ, Տեր։ Հիսուս ներիր ինձ, ասա։ Գիտես, Հիսուսը մարդ չի, որ ամիսներով ների, ինքը մի անգամից է ներում, հենց որ ասում ես ներիր ինձ, ինքը ներում, ասա ներիր ինձ, Տեր։ Եվ ասա քո աջունը թող սրբի ինձ, ամեն մեղքից, ամեն հանցանքից, ասա, ամեն անեծք թող քանդվի իմ կյանքում, ասա, մի ծուլանա, մի համարի ավելորդ, ասա, ով էլ որ լինես, հարուստ ես, աղքատ ես, չգիտեմ, պաշտոնյա ես, ինչ ես, հող ես ու մոխիր ես, ես իմացիր, հող է իր հողին ես դառնալու, բոլորս, և թող քո մեծամտությունը չհաղթի քեզ, ասա ներիր ինձ Տեր, որտեղ ես մեղավոր եմ, և քո ողորմության կարիքն ունեմ այսօր։ Մի մտածի, որ պետք է գնաս մի հատ հատուկ վայր, որ թողություն ստանաս, ոչ, այդ վայրը հատուկ վայր չէր, այդ մի հատ հողի հոլիկ էր, տուն էր։ Հիսուսն այստեղը, Հիսուս այդտեղը, որտեղ մենք եկեղեցով աղոթում ենք քո համար, ասա ներիր ինձ Տեր, և թող քո արյունը սրբի ինձ ամեն մեղքերից։ Եվ ընդունիր ինձ քո թագավորության մեջ, ասա արա ինձ քո որդիներից մեկի պես, ես ընդունում եմ քեզ Հիսուս, ասա ընդունում եմ քեզ Հիսուս, քո հիվանդության մահճի մեջ, քո հիվանդասենյակում, ասա ես ընդունում եմ քեզ Հիսուս, որպես Տեր և Փրկիչ, որ եկար համայն աշխարհի համար, խաչի վրա տվեցիր քո կյանքը, արա այս աղոթքը հատուկ ոտանավոր չի գրված, աղոթքը դա քո սրտի խոսքն է։ Ասա շնորհակալ եմ, որ իմ մեղքերի համար խաչի վրա մեռար, թափեցիր քո արյունդ։ Շնորհակալ եմ քեզանից Հիսուս, ասա շնորհակալ եմ քեզանից Հիսուս, որ հարություն ես առել նստել ես հոր աջ կողմը և բարեխոս ես, և այսօր ինձ այցելես, այսօր Տիրոջ այցելության օրն է քո կյանքիդ մեջ, և պատահական չի, և ես հիմա բարձրացնում եմ ձեռքերս, որտեղ հենց նոր Տերը ներեց, և դու դարձար Աստծո որդի։ Եվ ես բարձրացնում եմ, որ Տիրոջ զորությունը հպվի, Տիրոջ հրեշտակները քեզ ծառայեն, և ես խոսում եմ, որ քո բժշկարար զորությունը Հիսուս հպվի, ես աղոթում եմ, որ քո բժշկարար զորությունը իջնի, ես աղոթում եմ, որ քո բժշկարար զորությունը հոսի, հորդակ եկի նման, բոլոր այն հոգիների վրա, որոնք որ հիմա կարիք ունեն բժշկվելու, մաքրվելու, ազատագրվելու, Հիսուսի անունով, ես քանդում եմ հիվանդության շղթա, ստամոքսալքային հիվանդություններ, սրտանոթային հիվանդություններ, գլխուղերի հետ կապված հիվանդություններ, ամնիզիա, ամեն տեսակի հիվանդության ոգիներ ու դեմեր, որ կանգնած են ցանկացած հիվանդությունների հետևում, ես Հիսուսի անունով կապում եմ այդ ոգիներին ու այդ դեմերին եւ շփոթում եմ քո կյանքից եւ ես խոսում եմ, որ Տիրոջ զորությունը հպվի, քո բժշկությունը այդ վայրումը վերցրա ու ասա, ես բժշկված եմ Տեր Հիսուս Քրիստոսի վերքերով, մաքրված նրա աջունով, ազատագրված նրա Սուրբ Հոգու ստորությամբ, ասա Հիսուսը ինն է, եւ ես բժշկված եմ, եւ ես Հիսուսինն եմ, ասա ես իմ կյանքս տալիս եմ Հիսուսին, Հիսուս, փառավորում եմ քեզ այս մեծ ողորմության ու սիրո համար,
քո բժշկար զորավոր ձեռքը թողտի ամեն հիվանդի, ամեն կապան քո քանդվի, ամեն շղթա թողարցակվի, գերության ամեն կապանքները թող արձակվեն, Հիսուսյանով քո բժշկար զորությունը թողտի, Հիսուս թարքի համար, թող տանք այլի, հենց հիմա խոսում եմ, որ տանք ոտքերը, զորությամբ լցվեն և ասեն, ես աղոթում եմ, որպեսզի խուլակաշները բացվեն, կույր աչքերը բացվեն, հիվանդության ոգին հեռանա, և եթե մի մերել կա, որ հենց հիմա այս պահի կյանքից հեռացավ, ես խոսում եմ, որ նրա վրա կա Տիրոջ սուրությունը և վերականգնի նրա ես փառավորում եմ քեզ Հայր Աստված Հիսուսի անունով շնորհակալ եմ քեզանից թող քո ներկայությունը դասի բոլոր հիվանդասենյակներում ես քո քիքն եմ բերում բոլոր հիվանդներին նմանավանք երեխաներին Տեր որպեսզի այլյան հիվանդությունը հոդացավերը ամեն տեսակի հիվանդությունները դաունիզմը ամեն հիվանդության ոգիները ամեն դիվահարությունները ամեն հոգեկան խեղվածությունները եւ հոգեկան հիվանդությունները Տեր Հիսուսյանով այդ հիվանդությունների դեպակայնած դերին դուրս եմ քշում ասեմ թող սատանա թող Հիսուսյանով բոլոր հիվանդների վրայից հալածում եմ դիվային ուժերը եւ ասեմ դուրս այդ հոգիների կյանքից դուրս հրացրական ճանկերը տանեն դու փոխված ես դու իշխանություն չունես նավազված կյանքով եւ այս աղոթք արեցին ինձ է դիզրել Հիսուսի Տեր բրգիչ նրանք սուրբ հոգու բնակարան են Տեր Հիսուսի անունով ես խոսում եմ այս բժշկարը զորություն անցնի բողոք Հայաստանով բոլոր հիվանդանոցներով բոլոր բժշկական հաստատություններով ամեն ուրեք Հիսուսի անունով ես խոսում բժշկություն ջերմնական բժշկության զորություն ամեն հիվանդություններից գլխից մինչև ոտքի կաթը ես քո հիվանդության անունը չգիտեմ բայց գիտեմ մի անուն եւ այդ անունով Հիսուս Քրիստոսյանով քանդում եմ հիվանդության բոլոր կապանքները եւ ասում եմ դու բժշկված ես 6 լավ ասա 7 անգամ 70 անգամ 700 անգամ 7000 անգամ 700,000 անգամ ասա ինչքան կարած ես բժշկված եմ Հիսուսի վերքերով ես բժշկված եմ Հիսուսի վերքերով Հալելույա փառք ես Տեր բարձրացրա քո ծափարությունը քիչ հետո կլսես հրաշալիություն այս բժշկության ծառայությունից Հալելույա Reshta
չէ, հիմա մենք մի վկայություն կլսենք, մեր վերջ վկայությունը, շատ կարճ համառոտ իրա բժշկությունը, իրա հիվանդության պատմությունը եւ սա կլինի քաջալերանք շատերի համար, որոնք որ այսօր կարիք ունեն բժշկության եւ համոզվելու, որ այս աղոթքները բերում են իրենց հրաշալի պտուղները։ Խնդրեմ լույս։ Ես ամիսներ առաջ շատ վատ էր իմ վիճակս, չէի կարողանում հացոտել, ջուր խմել, այդքան վատ էր, որ գոհարներն մենից վախենում էր, ասում էր Լույս, ես ինչա կատարվում, քեզ էլ վախեցած գոհարում ինչ նայում էր իմ վրա, ասում էր որ գգաս հանգարց մեր տուն դեղերդ բեր հետդ, որ վատացար ես չեմ կարող օգնեմ քեզ ոչ մի բան։ Հետո գնացի բժշկի մոտ, բժիշկը նայեց ստուգեց, գնացի գաստրոսկոպիա արեցի, մի հատ պատկեր ագարից, որ ես բժիշկը վախեցած նայում է, ինձ նայում է այդ պատկերին, երբ մտածում այս աղջկան ասում է, մարդը կմեռնի վախից երևի այս աղջկը, որ ասեմ, երկու կողմանի պոլիպներ էր, անչափ տարբեր տիպի կիստաներ, էրոզիաներ, ու ինչ որ անհասկանալի հեղուկ, այս հեղուկը, որ բժիշկը տեսավ, ասես Լուիզա ջան, պետք է օնկոմարկետ անես, արդեն կասկածեմ, որ ոնկոլոգիայի մոտես, օնկոմարկետ պետք է անենք, որտեղ էսի լավ չի։ Ինձ ուղարկեցին εμείς բժշկիս մոտ, գնացին բժշկի մոտ, բժիշկներ նայում է, ասում են Լուիզ, ես ինչ ա վիճակը, ընդեղ էլի օնկոմարկետ արեցին, որտեղ անիտ հաստատ անկալագի չասկյա, թե ինչ-որ նորմալ մի բան է, ընդ շատ վտանգավոր բան չի, դեղեր նշանակեցին ցուցակայ դեղեր են նշանակեցին, որ խմեմ, ես էլ չեմ խմում այդ դեղերը, բժիշկուհիս հազանգում ասում է Լուիզ դեղերդ խմի, ասում եմ չէ, չեմ կարող խմեմ, վատանում եմ այդ դեղերից, ու ասեցի ես ամեն օր, ամեն ժամ տանը կլինեի, տնից դուրս գնալուց տրանսպորտի մեջ, մեքենայի մեջ, ես հա աղոթում եմ, միշտ աղոթքս ինձ հետ էր, աղոթք ասում եմ Հիսուս ջան, իմ զորավոր Աստված։ Լույս ջան, բայց դեղերը խմելը դե քո հավատքն է, չէ՞։ Դու ես որոշել որ չխմես։ Ես եմ որոշել որ չխմեմ, ու բժիշկս հազանգում էր տուն, ասում էր Լույս չես։ Այսինքն դեղերը չխմելու համար մարդը մի քիչ պիտի հավատք ունենա։ Ես շատ մեծ եմ հավատում, մի ուրիշ ձևի, սենց մերձից էր այդ հավատքը դուրս գալիս։ Այսինքն մենք չենք խրախուսում դեղ չխմեն, բայց եթե Հա, չէ, ես քո որոշումը։ ես չէի խմում, ու հա աղոթում եմ, դրսում կլեի տրանսպորտի մեջ, մեքենայի մեջ, հա աղոթքս ինձ հետ էր։ Հետո ասեցի Հիսուս ջան, դու գիտես, որ ես մենակ եմ, ես ոչ մեկին չունեմ, ստեղ իմ հարազատները ստեղ չեն, կեսը Ամերիկայում են, կեսը Ռուսաստանում են, ես մենակ եմ ստեղ, ինձ օգնի իմ Տեր ու Փրկիչ, իմ հարազատ ոգի, ես չգիտեի ինչ բառեր էի ասում, հա ասում էի, ու արդեն իմ 6-րդ ամիսը որ լրացավ, ինձ բժիշկը կանչեց, որ էլի պետք է ես զոնդ կուտամ, որ տենա ինչ է ինձ հետ կատարում, որ այդքան դեղեր չեմ խմել։ Գնացի զոնդ կուրտվեց, ես բժիշկերի նայում նկարին, էկրանին նայում ինձ, սենց արեց, Լուիզա ասեց, դու ինձ մոտ ես եկել, ես պատկերը ես տեսել եմ, ես եմ գրել, էպիկրիզը, ասում եմ հա, սենց մաքուր, 6 ամսվա մեջ, տարիներ ապետ, որ սենց մաքրի, ասում բժիշկ ջան, իմ Հիսուսն այնց փրկեց, սենց նայեց, ես սատիրևից, աղջիկը մի քիչ լավ չի էլի, ասի իմ Հիսուսն այնց փրկել, ասեցի, ես միշտ աղոթել եմ, դե հա Լուիզա ջան, բայց մեր դեղերն էլ են, ասի ես դեղ չեմ խմել, ասեցի, սենց էլի նայեց երեսից, ասեց սենց բան ես չեմ տեսել, էսի տարիներ էր, պետք որ սենց մաքրվել, շատ վատ էր վիճակս, էլի ես չեմ կարող նկարագրեմ, ու հետո էլ ինձ ուղարկեցին εμείς բժշկի մոտ, εμείς բժշկի էպիկրիզը նայում ասում Լույս դեղեր չես խմել, ասում եմ չէ, սենց բան ես չեմ տեսել, դե ասեց գնա, հանգիստ գնա, քեզ մոտ ոչ մի վատ բան չկա, ու ես շատ շնորհակալ եմ Հիսուսից, շատ, իրոք էլի մի ուրիշ ձևի էր ինձ մոտ այդ ամեն, չես էլ աղոթքը, մի ուրիշ ձևի էր, չեմ կարող նկարել, այսինքն հոգուս սենց բխում էր այդ աղոթքը, ու ես շատ հասարակ բարելով եմ ես աղոթել, հատուկ աղոթք չեմ ունից, հասարակ իմ խնդրանքը, հա, ես բուժության աղոթներ, ես որ չէի գալիս, բայց միշտ Facebook-ով նայում էի, որ Վահագ ասում է ձեռը դիչ ստամ, մոքսիս վրա ձեռս դնում ես տան ու ես սկսում էի աղոթել,
Դե չեմ ուզում շատ խանդավ արցունքների լա եղել, շատ վատա վիճակը եղել, ու ես հիմա շատ շնորհակալ եմ, ու ով որ հիմա ինձ տեսնում է։ զգացել ես այդ բժշկությունը, որ ուղիղ եթերով աղոթել ես։ Դե այնտեղ այլ եղել իմ բժշկությունը, ու հիմա ով որ ինձ տեսնում է ժողովուրդ, ով որ լսում է իմ ասածները, ով որ ինձ տեսնում է, հավատացեք, որ իմ բուժումները դեղերով չի եղել, իմ կենթանի Աստված, իմ Հիսուս Քրիստոսի կողմից է եղել, մի ուրիշ ձևի այդ ամեն ինչ եղել, ես շատ, չգիտեմ ինձ ձևի շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Քրոջ դուրս ասացի։ Ուրեմն երբ որ Լուիս քրոջ այս բժշկությունը եղել, ես չգիտեի ճիշտ ասած, ես 3 առաջորդ եմ իմացել, Գոհարը ստուն էի գնացել, Գոհարը կանգնած է փառաբանության մեջ է, ուրեմն իրաց տունը ծառայություն կար, գնացել ասես Լուիզը քեզ բան ունի պատմելու, բուժվել է, գնացել է բժշկի, բժիշկն ասել է, որ քո այդ հիվանդությունը չկա։ Դες մտածեցի, որ ոտի մասին ասում, որովհետև երբ էր որ քո ոտքը տեցեր։ 3 տարի առաջ ոտքը չէի կարող քայլել։ Փետով էր քայլում։ Ոնց էր քայլում, ինձ ցույց տուր։ Ցույց տուր, ոչ, դեմ առաջ գնա։ Այսինքն, ես արագ ես քայլում։ Ավելի արագ ես քայլում, դե չէի կարող քայլել։ Մենք մի 4 հարմար էինք գնում այդ ձորում էր, հրազդանի կիրճում էր, Գոհարը ասաց Լուիզին էլ եմ ասել, ասի տղաշեր, Լուիզը մինչև ընդեղեց իշտ իստե կպրծնենք արդեն, ու Լուիզ իսկական էր, մինչև հասավ ներքև հավաքեցին ու արցանում ենք, չէի կարող քայլել 3 տարի առաջ, ես մտածեցի այդ հիվանդությունը, ասեցի հալա պետք է գիտեմ որ բուժվել է, էլի աղոթների ծառայության ժամանակ, տիրոջ հրաշքն էր եղել, ես իմ քանի 100,000-ի դեր եմ սրսկել այդ ոտքիդ մեջ, ինչ-որ ասել են էլի պետք է սրսկեիք, այդ մյուսը բիզնես, մի օր տիրոջ զորությամբ վերակացել և քայլել է, և հիմա քայլում է, աշխատում ես քայլում։ Արդեն հույսս կտրել է, Վահագին ասում մի հատ դեր աղոթի, կլի չիլի, ծունգիս հետ կապված, կլի չիլի, Վահագը աղոթեց, գնացի տուն, արկել եմ իմ ասում Վահագը աղոթելա, ես էլ Վահագը աղոթելա, ես էլ Հիսուսի խնդրում եմ, ասի Հիսուս ջան, ձեռքերս ինձ երկարացնում եմ, ինձ բարդացրու, ու ըտենց 3 տարի առաջ ինձ բարդ, ու մի հատ քայլ եմ ինձ գցում, տեսա քայլում եմ, մի հատ ինձ քայլ, առանց բռնվելու քայլում եմ արդեն, ու շատ շնորհ, այդ վաղտեր ինձ օգնել է Հիսուսը շատ, Վահագի օգնության շնորհիվ, Մեր բոլոր եկեղեցու աղոթքում, ուրեմն ես եկի չեմ ասում, սա տիրոջ փառքն է, երբ որ Աստված բժշկել է, Աստծո հրաշքն է այստեղ։ Ինչի համար եմ ասում Աստծո հրաշքն է, որովհետև ես Լուիզին տեսել եմ ոնց էր քայլում եւ բոլորն են տեսել ոնց է քայլում։ բոլորն են տեսել։ Մենք խոսում ենք այստեղ գործող զորության մասին, Սուրբ Հոգու մասին, որ այս ծառայությունները, որ մենք աղոթում ենք եկեղեցով, Քրիստոսի մարմնով, մեծ զորություն, ուժ ու ազդեցություն ունի։ Վահագը մենակ չի համաձայնվել։ Երբեք աղոթի հիմա ես եմ Facebook-ով եմ որ sense գլուխները դնում են Facebook-ի մեջ, ժամերով աղոթում են հիվանդների համար, ուզում են բժշկության ինչ-որ ծառայող դառնալ, չէ, ես հավատում եմ, որ ամբողջ մարմինը, երբ որ ծառայում է եկեղեցում, եկեղեցով ծառայում է մի հոգու բուժվում է։ Վահագի առաջնորդությամբ կլինի, ուղղակի Վահագը առաջնորդում է դրա մեջ, բայց Տերն է բժշկում ամբողջ եկեղեցու միաբան աղոթքի շնորհիվ։ Եվ փառք Տիրոջ եւ հավատում ենք, որ էլի այսպիսի հիվանդություններից ծանր հիվանդությունից բուժվածքներ գալու։ Մենք չենք խրախուսում, որ ձեր բուժումը թողեք, մենք չենք խրախուսում, որ հիվանդանոցից հեռանալ, մերժենք, ըմբոստանալ, դևերը շփոթեք, չէ։ Մենք ձեզ խրախուսում ենք, այդ բուժման հետ Հիսուսին խնդրենք եւ հնարավոր է որ ձեր բուժման process-ը մնա կեսից Տիրոջը։ Հալելույա։ Հաջորդ անգամ մի հատ բուժված մարդ կա, համոզեմ գազգալիս տես ինքնս մի քանի տարի օնկոլոգիայով հիվանդ է եղել, քաղցկեղով ծանր եւ այս տարի վիրահատություն տարավ, արի ես կխոսեմ, արի ես կխոսեմ, այն բանը, որ ասում է Մովսեսը, ասում է ես ծանր խոսող մարդ եմ, ասում է ես բանին գդնեմ քո կողքդ, ումը, Ահարոնին գնեմ, ասում է ինքը քո բերանը կլինի, հիմա
Կարող ես մի երկու բառով ասես քո բժշկության մասին, որ դու Տիրոջ բժշկությունը զգացել ես քո մարմնի մեջ։ Ճիշտ ասած, հիվանդ ժամանակ դեռ չեմ զգացել, որ ես հիվանդ եմ։ Աստված միշտ զորացրել է, ասենք, սկի կողքից ով տեսել է, չի պատկերացրել, որ հիվանդ եմ։ Փառք Հիսուսին ու հիմա էլ ես ինձ հիվանդ չեմ համարում։ Ես ինձ շատ լավ եմ զգում, փառք Աստծո։ Տերը բժշկել է, Տերը զորացրել է, ես ոչ մի անգամ տենց շատ ծանր չեմ եղել, փառք Աստծո։ Աստծո մեջ ամենական հեշտ է։ Բայց երբ որ արդեն այդ քիմիոթերապիաները անցան եւ այլը, գիտես հետաքրքիրն է, որ այդ ամենը չանցնում է, բայց բժիշկը գալիս ասում է դու ամբողջ կյանքդ էլի պիտի քիմիա ընդունես։ Եվ ես լավրում երբեք չեմ ասել դեղերից հրաժարվի, երբ որ ասել եմ հիմա ասել եմ գնա հավատքով կաղոթենք դեղերի համար, Տերը քեզ կբժշկի, ես երբեք չեմ ասել դեղ մի ընդունի, ես մի արա, մի արա, ասել եմ եթե քո հավատքը թերիքում է հրաժարվի, եթե քո հավատքը թերիքում է հրաժարվի, իմ հավատքը զերիքել է, ես հիվանդ եմ եղել, դեղ չեմ խմել, իմ հավատքը զերիքել է, Տիրոջ սաղոթել եմ, բժշկել է Տերը, հիմա ով ուզում է դրա դեմ խոսա, հիմա ուզում է թող անի, որ պատին ուզում է գլուխը տա, հիմա ես բժշկվել եմ։ Փառք Տիրոջ, հիմա իմ կինս գնաց այդ օնկոլոգիական բուժման, մենք ամիսներ տեղ եղել ենք եւ աղոթել ենք նաեւ տեղի հիվանդների համար, բայց երբ որ վերջացրեց այդ կուրսը եւ գնաց որպեսի հետագա անելիքների մասին իմանան, բժիշկը իրան էլի նշանակեց 3 ամիսը մեկ ամեն ամիս 3 տարի մոտավորապես 800,000 դրամի դեղ ամիսը 800,000 եւ չնայած մնացած բոլոր դեղերը 1 միլիոն ամիսը Կինս դուրս եկավ, ասեց ինձ առաջարկեց, բայց ես հրաժարվեցի։ Ասեցի դու գիտես ասի, ես գիտես որ կգնամ կաշխատեմ, հանքում էլ կաշխատեմ այդ գումարը կճարենք Տիրոջ ողորմությամբ, եթե պետք է կառնենք այդ դեղ, ասեց չէ պետք չի։ Փառք Տիրոջ, ինչքան ժամանակ անց է։ 6 ամիս անցել է։ 6 ամիս անցել է վիրահատությունից հետո ու ոչ մի հետևանք, ոչ մի որևիցե մի բարդացում տեղի չի ունեցել եւ երբ որ ես ինչ որ տեղեր են հրավիրում ասում եմ դե գիտեք ասում կինս վիրահատություն ա տարել մի քիչ ես պետք է իր կողքինը հետո որ իրան են տեսնում սենց ուրախ բան գալիս ա մտածում եմ ես սուտ եմ խոսում ասինքն հրաժարվում եմ ինչ որ տեղեր այցելեմ հրավերքներ ընդունեմ եւ այլը մտածում եմ թե ես ֆրիկ եմ անում սենց կոպիտ ասած ասեմ տնաշեն մի քիչ էս բան դեմք ընդունիմ, որ դեպի բրավատան որ դե իվանես, եւ մենք երբեք չենք տենց փորձել տենց շղճահարական դրվագներ ստեղծենք մի քիչ եկեղեցի եկել է, իքտել է եկեղեցի, եսել է մենք ծառայությունները շարունակել, մենք մեր կյանքը շարունակել ենք, ես միշտ ասում եմ, որ մենք մեր կյանքի ռիթմը պիտի չգցենք, պիտի ապրենք, հիմա էլ պիտի ապրես, պիտի շարունակես ապրել, պիտի լինես շատերի համար վկայություն, փառք Հիսուսին, թող Տերը փառավորվի, ամեն, կարող ես նստես, եւ ես կարող հորդով կանչեմ, կացերից բուժածներին, բայց ժամանակը քիչ է։ Ես ուզում եմ, որ նրանք ովքեր որ մեզ հիմա ուղիղ եթերով նայում են, ես ուզում եմ այդ բուժվածներից գան, այս վկայությունները, ես կարող եմ իմ համար տասնյակ վկայություններ անեմ, ինձ հրեշտակներն են վիրահատել, ես ծանր վիրահատություն եմ անցել, բայց հրեշտակների ձեռքով ես ոտքի վրա չէի կարողանում կանգնել ուղիղ, ես 2 ժամ կանգնում էի, հետո ինձ համար շատ ծանր լինում քայլելը, ես հավատում եմ Աստծո գերբնական զորությանը, բայց ես երբեք չեմ ասում, որ դուք ձեր բուժումներից հրաժարվեք, թող Տերը փառավորվի, հալելույա, ես մի հատ նամակ ունեմ, ես նամակիներին եմ ուզում անդրադառնամ, ճիշտ ասած անիմաստ նամակներն են մեկ-մեկ դնում, բայց ես նամակը հալելույա, թող Տիրոջ վրշկարար զորությունը հպվի եւ ես հավատում եմ, որ դուք այս նամակները գրում եք սիրելիներ, դուք լավ կլինի, որ մասնակցեք այս նամակների հեղինակներին, ուզում ասեմ, ես բոլորին այդ ծանոթանում եմ, ես ուրախ եմ ձեր նամակները կարդում եմ, բայց մենք աղոթում ենք այդ աղոթքի ընթացքում մասնակցեք, եթե չեք մասնակցում, ձայնագրությունը նայեք, կարծեմ YouTube-ում էլ կա, չէ՞, այս ծառայությունները։ Իրիք կա YouTube-ում այս ծառայությունները։
աղոթքի բոլորը կա, արդ նայեք եւ ես հավատում եմ, որ Տիրոջ զորությունը այդ ժամանակին է գործում։ Տեր օրհնի մնաք Աստծո խաղաղությամբ, կհանդիպենք ուրեմն ամեն երկուշաբթի 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30։ 2:30-ից մինչեւ 3-ը մենք փառաբանում ենք Աստծուն, դրանից հետո աղոթում ենք, կարող ես մասնակցես։ Եվ 6:30 երկուշաբթի եւ չորեքշաբթի մենք էլի կես ժամ փառաբանում ենք Աստծուն, կարող ես մասնակցես, դրանից հետո աղոթում ենք հիվանդների համար։ Տեր օրհնի, եղիր բժշկված եւ Տիրոջ զորությամբ լսված։ Ամեն։ Փառք Հիսուսին։